Բնակարան եմ վարձակալում, ինչպես խուսափեմ ռիսկերից։ Ողջույն, ես փաստաբան Տիգրան Գրիգորյանն եմ։ Մեր օրենսդրությամբ անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը կարելի է կնքել երկու եղանակով՝ հասարակ գրավոր ձևով կամ նոտարական կարգով։ Հասարակ գրավոր ձևը նշանակում է, որ պայմանագիրը կնքվում է կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանումում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատված ձևանմուշով։ Տվյալ ձևանմուշի մեջ չեք կարող ձեր նախաձեռնությամբ որևէ բան ջնջել, ավելացնել կամ խմբագրել։ Սակայն եթե ցանկանաք փոփոխություններ անել, սեփական կետեր ավելացնել կամ խմբագրել, ապա պայմանագիրը պետք է կնքվի արդեն նոտարական վավերացմամբ։ Հավելեմ, որ պայմանագիրը ստորագրելը դեռ բավարար չէ, այն պետք է ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե պետական գրանցման համար, կնքելու պահից սկսած 30 օրյա ժամկետում։ Ցավոք, շատ դեպքերում կողմերը պայմանագիրը ստորագրում են առանց պատշաճ վավերացման և գրանցման հարկերից խուսափելու համար և արդյունքում չեն կարողանում պաշտպանել իրենց իրավունքները։ Եթե պայմանագիրը գրանցման չի ներկայացնում, այն համարվում է առոչինչ, այսինքն իրավական ուժ չունեցող։ Ուստի եթե նման պայմանագրով հետագայում վեճ առաջանա, կողմերը չեն կարողանում հղում տալ պայմանագրում գրված որևէ կետի։ Պրակտիկայում հաճախ հանդիպում են դեպքեր, երբ գույքը վարձակալության է տալիս ոչ թե դրա սեփականատերը, այլ պարզապես գույքը փաստացի տիրապետող անձը, բարեկամը, հարազատը կամ հարևանը։ Եթե պայմանագիրը ստորագրում է ոչ թե սեփականատերը, այլ նրա բարեկամը, առանց լիազորագրի, նման պայմանագիրը նույնպես առոչինչ է։ Նախ պետք է ստուգել, թե ով է իրական սեփականատերը և պայմանագիրը ստորագրող անձն ունի արդյոք այդ գույքը վարձակալության հանձնելու գրավոր լիազորագիր։ Հենց այսպիսի դեպքերի համար էլ մշակված են օրենսդրական կարգավորումները և մասնավորապես կադաստրի կոմիտեում գործարքի գրանցման պահանջը։ Լինում են դեպքեր, երբ վարձատուն է խախտում պայմանավորվածությունը, վերցնում է վարձավճարը, սակայն ժամկետից շուտ պահանջում է ազատել իր բնակարանը։ Իսկ ձեր միջև կնքված պայմանագիրը սահմանված կարգով գրանցում չի ստացել։ Տվյալ դեպքում դուք պարտավոր կլինեք ազատել բնակարանը, իսկ վճարած գումարը կարող եք վերադարձնել դատական կարգով, եթե իհարկե ունեք վճարման ապացույց։ Հետևաբար, հարգելի հետևորդներ, անշարժ գույք վարձակալելիս կամ վարձակալության տալիս հետևեք օրենքի պահանջին, պահպանեք պայմանագրի ձևն ու գրանցման կարգը և պաշտպանեք ձեր իրավունքները։ Գործի տիր օրենքը, դու ունես իրավունք։